Ազատ արձակեցին։ Ինչպես եք։ Աղջիկներն ուր են բա։ Ինչ ասացին, ինչ հիմքով են ձերբակալել։ Մոստերը շատ կեղտոտ էր, մենք էլ առավոտ էլանք, ասենք մաքրենք, փոշոտ վիճակում էր, մեր քաղաքը լավ չի, որպես փոշոտ լինի, իրանց էլ ասենք, որ պետքա տիրություն արվի։ Իսկ եթե բան էր, շատ գովելի էր, ոնց որ տպավորություն կար, որ շատ ուրախ էին, որ աստվածային խոսքի ենք տարածում, սրբազանի խոսքերն ենք տարածում, Կոնկրետ որ գրության համար են ձեզ ձերբակալել։ Աստվածապաշտությունը կահղթի հաղթելու է անձնապաշտությունը ու ամեն հաղթելու է։ ամեն։ Իսկ ինչ հակաօրինական բան կար դրա մեջ։ Ոչ մի գույքի վնաս, ոչ մի էլի եմ ասում, անգամ մոտներս ունեինք ջնջոց, որ մաքրում էինք մոստերի վրայի փոշին, նոր ակցիոնում էինք, ոչ մի գույքային վնաս, ոչ մի բան չենք պատճառել։ Կարծում եմ իրենց աշխատանքներ փորձում են իրականացնել, բայց ամեն ինչ նորմալ է։ Ես ասեցի էլ, հիմա ասում են ինչի ես այդ անունն հանգել, ասեցի, որ հիմա բերեի կրծնեի, ասենք, ես քեզ սիրում եմ Լիլիթ, ոնց որ փուչիկներով դրում են կասկադում կամ չգիտեմ որտեղ, գալու եք ասեիք, բերման ենթարկեիք կամ փոքեիք։ Մենք էլ այսպես ենք շնորհավորում մեր սրբազան գործընունդը եւ ոգևոր խոսքերով, ոգևոր մաղթանքներով, իր իսկ խոսքերով փորձել ենք անակնկալ անենք։ Իր իսկ հայրենիքում, մեր հայրենիքում, մեր քաղաքում ոչ մի վատ բան, ոչ մի։ Նաեւ դա ի ցույց եք դնում ամբողջ հայրությանը։ Այո։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, ինչ հիմք կար այս երիտասարդներին ձերբակալելու։ Ուրեմն հիմք չկար, էլի ապօրինի գործընթացը, բռնապետական ռեժիմը չի կարողանում անորոշել եւ հոգեվոր խոսք տեսնում, այսինքն այն պաստառները, որ ակցել են սրբազան պայքարի երիտասարդները, դա կարծում եմ, որ օրինակելի է, այսինքն այդ խոսքերը իրենք ամեն օր կարծան, որ մի քիչ բարոյականություն եւ մի քիչ քրիստոնեություն մտնի մեջները եւ տեսնում ենք, որ անգամ նման պաստառների այս իշխանությունները անհանուր ժողական են վերաբերում, քանի որ սրբազան պայքարի երիտասարդներն են, դա հստակ թիրախավորում եւ այս մարդիկ ամեն օր հետապնդվում են, արդեն որի օր դեպքն է, երբ որ ոստիկանական բաժանմունք են տարվում եւ ապօրինի ձերբակալում են մարդկանց, որոնք որ իրենց խոսքն են տարածում եւ հատկապես սա մի այսօրվա կատարվածը բացառիկ մի իրադարձություն է, երբ որ կրկնում եմ հոգեվոր խոսք տարածելու համար, որ մարդիկ փակցել են պաստառները, դրա համար ենթարկվում են հետապնդումների։ Սրանք ջղաձգումների մեջ են, չեն պատկերացնում, որ գալու է իրենց պատասխանատվության կրելու ժամանակը, այս ապօրինի գործընթացները, որ անում են, որևէ մի կերպ չեն կարողանում խոչընդոտել այն լայն թափ առած շարժմանը եւ օրեցօր աճող անվստահությունը, դժգոհությունը, որ կա, դա որևէ մեկ կերպ չեն կարողանալու կասեցնել եւ գնալով ավելի է շատանալու իրենց անձնապես իրենց դեմ պայքարը, որովհետեւ սրանք որևէ մի սրբություն, որևէ մի կարմիր գիծ չունեն։ Կրկնում եմ, սա մի ֆանտաստիկ մի երևույթ է, որին որ մինչև հիմա ես չեմ կարողանում պատկերացնել, ոնց կարելի է նման խոսքերի համար մարդկանց հետապնդել, ձերբակալել, հստակ ցուցում կա, էլի ամենավերին օղակներից հստակ ցուցում կա, հետապնդումների ենթարկելու, փորձելու կասեցնել, բայց սա անկասելի է եւ որևէ մի կերպ չեն կարողանալ իրենց նպատակին հասնել։ Ես ուզում եմ նաեւ օգտվելով արդի շնորհակալություն հայտնել մեր երիտասարդներին, որոնք որ ակտիվ մասնակցում են, տարածում են, իրենց խոսքն են ասում եւ մեր ժողովուրդն էլ մեծ ողջունություն է ապրում մեր հայրենակիցները եւ դրա համար շնորհակալ եմ, կարծում եմ այդ մեր մնացած ընկերներն էլ որ ներսնեն կողքան նաեւ իրենց խոսքը ասեն։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Մոտից արտադրել եմ սպիտակավուն 40 գրամ ճռիկ, որ ասում են, համակ։
na plastmase, դա էլ ասեմ, դա շատ վտանգավոր է, պրոյեկտերի մոտ են ճարիքներից։ Այսինքն պաստառները ամրացնելու այդ հարմարանքը, հա։ Բայց ամենավտանգավորը պաստառն է, որովհետև պաստառը պարունակում է տեքստ, որը որ շատերին հասու չի, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասու լինի շատերին, այդ խոսքերը, այդ պատգամները, ու եմ ասում ճշմարտության համար միշտ էլ հայ երիտասարդը ոտքի կանգնելու է, միշտ էլ հայ երիտասարդը գտնվելու է առաջնագծում։ Եվ ու արդից օգնելով եւս մեկ անգամ Սրբազան հոր ծնողն ենք ուզում շնորհավորենք։ Այս էլ մեր անակնկալն է Սրբազան հայր։ Գեղեցիկ խոսքերով իմաստալից փորձեցինք զարդարել Երևանը ու կարծում եմ ստացվեց մի քիչ այդպես, բայց սա էլ իր բանի քաղցրություն այո։ Քիչ առաջ Սրբազան հայրը զանգահարեց եւ իր օրհնություններ փոխանցում բոլորիդ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Նոր Նորքի ոստիկանության դիմաց։ Նոր Նորքի կամրջի մոտից առավոտյան 6:40 րոպեին ձերբակալել են Սրբազան պայքարի աջակիցներին պաստառ փակցնելու համար, պաստառի վրա նշված էր Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը։ Որևէ վտանգավոր բան այդ պաստառի վրա չկար եւ ձերբակալությունը անհիմն է։ Սպասում ենք, հիմա պետք է ազատ արձակվեն նաեւ աղջիկները։ Մեր Լուսինեն եւ Ալինան։ Այո, Լուսինեն եկավ։ Լուսինեն նաեւ մի քանի օր առաջ էր ձերբակալվել։ Այնքը երկրորդ սռոկն է նստել։ Լուսինե ջան։ Ինչպես ես։ Պանջախփել։ Ինչ ասացին։ Ինչն էր վտանգավոր։ Ուրեմն այն բանի իսկոսեր խամուկները շատ վտանգավոր են, դրանք էլ կթաղեք շոշիկների հետ եւ պաստառներ չկցնեք ընդհանրապես եւ գովազդային եւ ընդհանրապես մնացած պաստառները շատ վտանգավոր են։ Իսկ տուգանք են գրել, հա, ձեզ ոնց որ ինչքան են գրել։ Այո, քանի որ երկրորդ անգամը 40,000։ Ինչ ենք անելու սրա հետ։ Բողոքարկել։ Այո։ Քանի որ ոչ մի իրավական խախտում չէ։ Եվ բնականաբար օրենքը մեր կողմն է։ Սպասենք հիմա Ալինան էլ դուրս գա, սիրելի հայրենակիցներ։ Այո, Ալինան էլ ազատ արձակվեց, ինչպես ենք։ Շատ շնորհակալ ենք, շատ լավ, ամուր, շատ վիշարժան օր է, Սրբազանի ծննդյան օրը, շնորհավորում ենք սրտանց։ Ապրեք շատ։ Սիրելի հայրենակիցներ, բոլոր 5 քաղաքացիները ազատ արձակվեցին Նոր Նորքի ոստիկանությունից։ Ցտեսություն, հուսով ենք էլ այստեղ չենք հանդիպի։ Լավ եղեք, բարի օր, Սրբազան հայր, բարի տարեդարձ։